Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տիրոջից, եղբայրներ քույրեր։ Մի հատ եկեք սրտանց ասենք փառքես Տեր Հիսուս։ Եղբայրներ քույրեր, կարևոր բան ասեց եղբայրը, երկնել այդ ուղությամբ, ես միտք եմ ուզում ասեմ, հետո աղոթք կանենք։ Հետևել Քրիստոսին կարևոր բան է, թե շատ կարևոր բան ասեք։ Բայց ճիշտ հետևելա պետք համաձայն եք։ Նավերը վարձով բռնել են, Սուրբ գրքից եմ ասում, նավերը վարձը տվեցին, անցան գնացին ծովի են մյուս ափը։ Ում հետևից էին գնում, հուշեք ինձ, ում հետևից։ Տեր Հիսուսի հետևից։ Լավ բաներ, թե վատ բաներ, շատ լավ բաներ։ Այդքան ծովը կտրեցին, գնացին հասան։ Բայց հետևելու հիմքում լավ նպատակ չէր։ Տեր Հիսուսին, որ գտան, ասեցին, Տեր, դու երբ եկար հոս։ Չասեց, վայ ապրեք դուք, եկաք ինձ հետևեցիք, այնքան ման եկաք, մինչև գտաք։ Տեր Հիսուսը անհանգստացավ եւ գիտեք ինչ ասեց։ Ասեց դուք ինձ հետևում եք, ինձ փնտրում եք, ոչ թե որ հրաշքներ եւ նշաններ տեսաք, այլ որ հացերից կերակ ու կշտացաք, որտեւ դրանից առաջ 5000-ի կերակրել էր հացը բազմացրել, հələ 5000 մենակ այր մարդիկ էին, լսում եք։ Տեր Հիսուսին շատերը հետևում էին, որ իրանց հիվանդությունը մաքրվի։ Տեր Հիսուսին շատերը հետևում էին, որպես վարդապետ էր ինքը, լավ բաներ էր անում, բարի բաներ էր անում, ոմանք արդեն ասեցի, հաց էին կերեկը շտացե դրա համար, բայց Տեր Հիսուս ուզում է, որ այսօր իմ եւ քո ներսի հաստատությունը, ծարավը լինի Քրիստոսի վրա։ Մի հատ էլ ասենք, փառք ես Տեր Աստված։ Հիմա տեսեք, ես տեղ եմ հիշացնում Ղուկաս ավետարան 9-րդ գլխի մեջ է գրված, այնքան հետաքրքիր տեղ է, եղբայրներ քույրեր, եւ վերնագիր է գրված իմ թարգմանության մեջ, իմ գրքի մեջ վերնագիր է գրած Հիսուսին ինքնակոչ հետևողները։ Հələ տեսնեք, ես ինչ է շարունակությունը գրած։ Երբ անոնք ճամփան կերտային, մեկը սավ անոր, Տեր Հիսուսին մի հոգի ասեց այս ձևի բան. Տեր, քո ետևեդ գամ ուր որ երթաս։ Հարց եմ տալի, լավ բաներ ասում թե չէ, հա։ Ուր որ գնաս Տեր Հիսուս, ես քո ետևից գամ։ Երանի ես ասում եմ, այդ ձևի փափակ ամեն մեկս ունենանք։ Բայց Տեր Հիսուս քննում է մարդու ներքնաշխարհը, թե չէ, հա։ Հիմա որ մենք նստած ենք, խորհում ենք, մտածում ենք, Տեր Հիսուսը չեմ հարցնում, հաստատ եմ ասում, գիտի մեր մտածմունքները, գիտի մեր խորհուրդները, դա գրված է Սուրբ գրքում, ես չեմ հորինում, 139 Սաղմոս, ովքեր գրում են, թող նշեն, առաջի խոսքերից կարդում ես, անգամ ասում է Տեր, դու իմ նստելս ու վերկենալս գիտես, դու իմ խորհուրդները գիտես, դու իմ կյանքում ամեն բան գիտես։ Հիմա այս անձնավորությունը եկել ասում է Տեր, քո ետևեդ գամ ուր որ երթաս, լսում եք եղբայրներ քույրեր, առաջի հայացքից լավ բաներ, բայց Տերը քննեց նրա սիրտը, Տերը քննեց նրա նպատակը, սրտի փափագը քննեց, եւ շարունակություն տեսեք ինչ ասում, Հիսուսը սավ անոր, աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույներ ունեն, բայց որդին մարդո տեղը չունի, ուր իր գլուխը դնե, ինչի համար ասեց, որտև ես իրա հետևից ով որ ուզում էր շրջել ուր որ նա գնա, ուներ երկրավոր նպատակ, կարող ենք համոզված ասել դա, եթե այդպես չլիներ Տեր Հիսուսը չեր ասի, որ ինչ ասես նորից կարդամ, աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույներ, բայց որդին մարդո տեղը չունի, ուր իր գլուխը դնի, Տեր Հիսուս չի ուզում այստեղ հիմա, որ այսօր ես եւ դու ներկա ենք, չի ուզում Տեր Հիսուս, որ մեր կառույցը լինի Տիրոջ արածների վրա, Տիրոջ արժեքների վրա, Տիրոջ արած հետևանքների վրա, այլ ուզում է, որ մեր հաստատությունը Քրիստոս ինքը լինի։ Ուրեմն Տեր Հիսուս ուզում է, որ ես եւ դու կառուցվենք Քրիստոս վեմի վրա։ Շարունակությունը մի փոքր ուշադիր լսեք։ Ուրիշի մնալ ըսավ, Տեր Հիսուսն է ասում. Եկուր իմ ետևես, անա լսավ, Տեր, ինձի հրաման տուր, որ առաջ երթամ իմ հայրս թաղեմ։ Հիսուս ըսավ անոր, թող տուր մեռելներուն, որ թաղեն իրենց մեռելները, բայց դու գնա
Աստծո թագավորությունը քարոզ է։ Եղբայրներ, քույրեր, ուշադիր լսեցիք, Տեր Հիսուս էս անձնավորության ասեց, իմ ետևից եկուր, բայց նա ոնց որ պայման դնի, թույլ տուր, որ գնամ հայրս, չէ, նոր քո հետևից գամ։ Շարունակությունը, ուրիշ մնա լսավ, Տեր, ես քո ետևեդ պիտի գամ։ Այս անձնավորությունն էլ ասեց, պիտի գամ քո հետևից։ Հետո ստորակետա դրած գրած է, բայց ինձի հրաման տուր, որ առաջ իմ տունս երթամ, հրաժարական ողջույն տամ։ Այսինքն երեքն էլ Տեր Հիսուսին հետևում էին, բայց իրանց կյանքում կար բայցեր, որ իրանք դնում էին Տեր Հիսուսի առաջ։ Եղբայրներ, քույրեր, կարդում եմ Հովանու ավետարան 20-րդ գլխից համար, հələ տեսեք ինչքան կարևոր համար է գրված, որ այսօր իմ եւ քո ներսը պետքա այս կառույցը ունենա։ Ասում է Հիսուս շատ ուրիշ նշաններ ալրավ իր աշակերտներու առջև, որոնք այս գրքի մեջ գրված չեն։ Բայց ասոնք գրվեցան, եղբայրներ, քույրեր, այսոնք գրվեցան, որպեսի հավատաք, թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին։ Մարդու ներսում կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ որ մարդը հավատում է, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին։ Տարիներ առաջ մի պատմություն պատմեմ։ Տեսանք մի տատիկ, առաջներում է ձև էր, տատիկները շենքի անկյուններում ճանապարհներին նստած արևածաղիկ էին վաճառում։ Կարող է ոմանքը հիշեն, հին ժամանակվա, սենց փայտից բաժակով, սենց լցնում էին, այդ ձև էր, այն ատ մարծինի բան չկար այն ժամանակ։ Տատիկները ծախում էին այդ արևածաղիկը բաժակով։ Մենք էլ կրակով լեցված, տիրոջը հանդիպած, երկու եղբայրով գնում ենք, տեսանք տատիկը նստած։ Ասինք այ մարդ, առիթը բաց չթողնենք, տատիկա, այսօր կա, վաղը չկա, Հիսուսի մասին խոսանք իրան։ Ասինք լսի տատի, գիտես, որ Աստված կա։ Վայ, ասեց, մեռնեմ Աստծուն, ոնց չկա։ Վայ քեզ բան, ասինք այ մարդ, տատին լավ էլ հավատք ունի։ Ասինք գիտես, որ Հիսուս Քրիստոս խաչվել է, վայ ասեց, մեռնեմ իրան, բա ոնց չգիտեմ, Հիսուսի պահածն ենք մենք։ Այ մարդ, ասինք, այս տատիկը իրական ապաշխարում է, Հիսուսին ընդունած է։ Ասինք տատի գիտես, որ մահից հետո կյանք կա, հավիտենական կյանք Տեր Հիսուսի արքայության մեջ։ Ասեց, այ երեխեք ջան, ջահել տղեկ եք, խելքներդ գցել եք, վերջացավ տատիկի հավատքը։ Լսում եք, եղբայրներ, քույրեր, կարող է հիմա մի քիչ հումոր առաջացավ, բայց եկեք ընդունենք, որ Աստծո կամքը մեր կյանքի մեջ, որ ճանաչենք մեր ստեղծողին, ճանաչենք Տեր Հիսուսին։ Դրա համար, երբ որ աշակերտները այս ձևի բան տեղի ունեցավ, Թովմասը իր աշակերտը ասեց, Տեր, չենք գիտեր ուր կերթաս, ինչպես կրնանք ճամփան գիտնալ, Հիսուսը սավանոր, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորը քով չգար, եթե ոչ ինձանով։ Ճանաչեք Քրիստոսին։ Եղբայրներ, քույրեր, աղոթքը դա ոտանավոր չի։ Աղոթքը դա սրտի խոսքն է առ Աստված, համաձայն եք, որ տենց է։ Ինչի կարիք որ կա սրտիդ մեջ, դու դա ես բերում աղաղակում Տիրոջ առաջ։ Այս ձևի աղոթքները շատ արեք, Տեր Հիսուս, անձամբ ուզում եմ ճաշակեմ քեզ, անձամբ ուզում եմ հանդիպեմ քեզ, նա կենթանի է, նա իրական է, եղբայրներ, քույրեր, եթե Քրիստոսի վրա արմատ չկապեցինք, հավատքի կյանքը մեզ համար կդառնա գեղարվեստական ինչ-որ բան, կդառնա ինչ-որ շինած մի բան։ Մարկոս ավետարանի 7-րդ գլխի մեջ ժամանակի պատճառով բանավոր ասեմ, փարիսեցիներ կային, դպիրներ կային, բայց նրանք գիտեք ինչ ձևի էին պաշտում Աստծուն, մարդկային սովորության բաների համեմատ, գնում էին բաժակ էին լվանում, տեղաշոր էին լվանում, հետո ամսագլուխներ էին պահում, չեմ իմանում ինչեր էին անում, բայց Տեր Հիսուսը նրանց չգովեց, ասեց դուք դրսևանց Աստված պաշտություն եք ցույց տալի, բայց ներսից գիտեք ինչի նմանեցրեց, ասեց դուք ներսից նման եք ծեփած գերեզմանի, դա գիտեք ինչքան վատ բան է, ասում է դրսից գեղեցիկ պատված է, բայց ներսը ինչով էր լեցված, այն գերեզմանի ներսը ինչով է լեցված,
Դիակը ինչը ոսկորներով է լեցված։ Այսինքն մարդը կարող է դրսևանց որոշակի բաներ անի, բայց ներսով Քրիստոս վեմի վրա չհաստատվի։ Եղբայրներ քույրեր, դա ասում է ավետարանի խոսքը։ Հիմա մի կարճ բան պատմեմ իմ կյանքից, մի քիչ մեջը կարող է հումորային բան կա, բայց շինաբեր բան կա։ Մենք մի հատ վիշնյայի ծառ ունեինք, եղբայրներ քույրեր, կարող է էլի պատմել եմ, չգիտեմ։ Վիշնյան բալն է, չէ, բալի ծառ։ Այդ բալի ծառը 4 տարի արդեն մեծաց է, մեծ ծառ, բալ չի բռնում, վիշնյա չի բռնում։ Այս երեխեքս է փոքր են, sense փոքր երեխեք են։ Ամեն տարի սպասում ենք ծաղիկա տալիս, ասում ենք երեխեք ջան, այս տարի այդ բալից ուտելու եք։ Էլի նորից գալի 4-րդ տարին, 5-րդ տարին, այդ բալը չի բռնում այ մարդ, այս երեխեքը։ Ասի այ կին ջան, արի մի հատ բան անենք, այս երեխեքին ուրախացնենք։ Ասեց ինչ։ Գնացի մի 4 կիլո վիշնյա առա։ Բերեցի այդ վիշնյան, սենց զույգ ճութեր ունի, չէ, սենց վիշնյան։ Երեխեքը, որ քնեցին իրիկունը, վեկալեցինք այդ վիշնյայի ծառի վրա, զույգ սիրուն շարեցինք այդ վիշնյային։ Այնքան գեղեցիկ եղավ, առավոտ, որ արթնացան, այս երեխեքին ասինք, այ երեխեք, հիշում եք այն վիշնյան, որ պետք է լիներ։ Եղել է, հələ գնան, դուռը բացեցինք, այս փոքրիկ հողամաս ունենք։ Հիմա այս երեխեքը այս վիշնյայի ծառը սենց լիքը վրեն մի 4 կիլո վիշնյա են կախե։ Եղբայրներ քույրեր, բայց Իրաններ էդի։ Այդ երեխեքը կաթոլիկները վեկալեցին, ամեքը մի հատ թաս վեդրո վեկալեցին, հոչ են հավաքում, ուրախ, զվարթ այդ վիշնյան հավաքում են, ամեքը իրանց վեդրոն լցրին, բերին լվացինք, սկսեցին ուտել, ասի այ կին ջան, համ մեզ խաբեցինք, համ երեխեքին խաբեցինք։ Ինչի համար ես օրինակը բերեցի, հոգևոր կյանքը դրսևանց չի, դա պտուղ էր, էլի վիշնյայի ծառ էր, վրեն վիշնյա էր, բայց դա իրա հետ կապ չուներ։ Եղբայրներ քույրեր, մի բան էլ ասեմ խոսքիս ամփոփումը որպես Քրիստոս վեմի վրա արմատ կապեք։ Հիմա ես մյուս համարը չեմ ձանձրացնում, 15-րդ գլխից կարդում եմ, տեսեք, Հովանու ավետարան 15-րդ գլխից։ Ինչ ասում։ Ասում է 15:4-ից իմ մեջը սկեցեք ու ես ձեր մեջ։ Եվ ինչ ասում, ինչպես ճուղը չի կրնա ինքիր մե պտուղ բերել, եթե որդի վրա հաստատված չլա, նույնպես դուք չեք կրնա, եթե իմ վրաս հաստատված չլինեք, լսում եք եղբայրներ քույրեր, եթե հաստատված չլինեք, որդի վրա չի լինի, կարող արհեստական բերես կախես, արհեստական զարդարես, նոր տարվա են բաննել են, չէ զարդարում, իչքան լույս ու լամփուշկա են դնում բրեն, բայց ինքը իրանից փշոտ ծառա էլի, վերջում որ հանում են մնում է նորից ինքը, չէ, Աստված ուզում է, որ այսա կատարվի, եթե որդի վրա հաստատված չլաս, նույնպես դուք չեք կրնա, եթե իմ վրաս հաստատված չլինեք։ Ես որդն եմ, Տեր Հիսուսն ասում, ու դուք ճուղերն եք, ան որ իմ վրաս հաստատված է, ու ես անոր վրա անիկա շատ պտուղ կբերե, վասնզի առանց ինձի բանմը չեք կրնա ընել։ Այսինքն, եթե Քրիստոսի որդի փոխաբերական իմաստով վրա հաստատված չլինեմ, ինչպես կաճեմ հավատքի մեջ, ինչպես արմատ կկապեմ, եղբայրներ քույրեր, Սերնացանի առակի մեջ նշում այս ձև, ասում է մի հատ սերմ ընկավ քարոտ տեղ, ժայռոտ տեղ, հողի խորընկություն չունենալու համար, արևը որ խփեց նրան, գիտեք ինչ ասում է արմատ չունենալու պատճառով շուտ ինչ եղավ այդ սերմը, հիշում եք, չորացավ, անպտուղ եղավ։ Այսինքն կարևորը, որ այսօր ես եւ դու Քրիստոսի վրա արմատ կապենք, սրանից է սկսվում ճյուղերի պտուղ տալը, համաձայն եք թե չէ, եղբայրներ քույրեր։ Ուրեմն այդ փափագը պետք է ունենանք։ Մի բան եմ պատմում, էլի մեջը մի քիչ այտենց կարող է հումորային բան լինի, նորերի Չարբախի կողմը, որ նորերով տենց բան, ուրեմն մի քույրիկ եկավ, ընդամենը 3-րդ անգամն էր գալիս։ Մենք ուզում ենք ուշադիր լինենք, նոր եկածների հանդեպ անտարբեր չլինենք, եւ այդ քույրիկը 3-րդ անգամն էր գալիս,
Վերջում հարցրեցինք ոնց է, բան վերջապես ոնց է, ստացվում է, ներսդ փափակ կա, որ գալիս ես, կարողանում ես երգերը, մյուսներ, ասեց հա շատ լավ է, հետո ասեց գիտեք մի բան ասեմ ձեզ, ասեց ես գիտեի թե հոգևոր դառնալը դժվար բան է, կարող եմ ասել, գիտեք, բայց ասեց շատ հեշտ բան է, ասեցի ոնց է հեշտ բան, հələ ասա իմանանք, այ քույրիկ ջան, բա մենք է տանջվում ենք այս տարիներով, հա, ասեց այնքան հեշտ է, առաջի օրը եկա քույրիկները գլխաշոր տվեցին, երկրորդ օրը փեշով շոր հագա, որն է փեշով շորը, հələ ասեք, յուբկա էլի, յուբկա հագա, ասում է այսօր էլ եղբորը ասել եմ մի հատ երկարան է ինձի տալու, դառա հավատացյալ, այտենց բան կլինի, եղբայրներ քույրեր, այսինքն գլխաշոր, փեշով շոր ու երկարան, մարդը դառավ հավատացյալ, ոչ սիրելիս, Քրիստոս վեմի վրա կառուցվել է պետք, Քրիստոս որդի վրա հաստատվել է պետք, ես կարդացի այդ համարը Հովանու 20:30 խոսքի մեջ, շատ բաներ կա, որ գրվել է, այս գրքի մեջ չկա, բայց ինչը որ գրվել է մեկ կարևոր նպատակ ունի, որպեսզի մենք բոլորս հավատանք, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո որդին, կյանքդ կապի Քրիստոսի հետ, ներքին սենյակում աշխատի Տիրոջ երեսը փնտրես, եղբայրներ քույրեր, ոչ մեկ չի կարող մարդուն փոխի, միայն Քրիստոս, Զաքեոսի տունը մտավ, ինչ ձևի մարդ էր, հարկ հավաքող, ալանող, թալանող, ինչքան խարդախ ձևի գումարներ էր աշխատել, բայց մի հատ կյանքի հետ հաղորդակցություն, կյանքի հետ հանդիպում եւ նրա կյանքի մեջ քանի աստիճան փոփոխություն եղավ, 180 աստիճան, ասեց ում որ զրկել եմ, կհատուցեմ, չորեք պատիկը, ունեցվածքիս կես աղքատներին, ինչ կատարվեց, նա կյանքի հետ հանդիպում ունեցավ, ուզում ես աճես հավատքի ճանապարհի մեջ, ուզում ես դառնաս իսկապես քրիստոնյա, ուզում ես Աստծուն պիտանի զավակ դառնաս, ինձ եւ քեզ պահողը միայն այս ճշմարտությունն է, արմատ կապի Քրիստոսի վրա, շատ աղոթքներ արա, աղոթքը նորից եմ ասում, դա ոտանավոր չի, դա սրտի խոսքն է, անկեղծացի Տիրոջ առաջ, ներսդ բեր Տիրոջը, եղբայրներ քույրեր, սավուխ անձնավորությունը մահ փչելով ման էր գալի, ով որ Քրիստոսին հետևում էր, նա բռնում էր, բանտ էր դնում եւ սպանում էր, բայց ինչ տեղի ունեցավ, Դամասկոսի ճանապարհին անձամբ Քրիստոս հանդիպեց Սավու Սողոսի հետ, Սողոս, եւ ասեց սավուխ, ինչու ես ինձի հալածում, ասեց ինչ անեմ, ասեց վեր կաց գնա, հեսա կասեմ ինչ անես, մեկ հանդիպումը Քրիստոսի հետ Դամասկոսի ճանապարհին մարդասպան, քրիստոնյասպան Սավուղին գրված է եւ հաջորդ օրը մտավ ժողովարանը ու սկսեց քարոզել, որ Հիսուսը Քրիստոսն է, սա երբ տեղի ունեցավ, երբ որ հանդիպում տեղի ունեցավ Քրիստոսի հետ, ինչքան պարտություններ ունես քո կյանքի մեջ, ինչքան սայթակումներ ունես քո կյանքի մեջ, փափագի հանդիպել Քրիստոսին, մեր բոլոր հարցերի լուծումը իր մեջ է։